Բարև Սարգիս։ Պրեդ լավ ջան, ոնց ես։ Լավ, մեր հերթական ոդկաստնա։ Չենք արել ոդկաստ։ Մի ասա։ Մենք այսօր շատ հետաքրքիր, հուսով եմ, շատ հետաքրքիր ոդկաստ ենք ունենալու։ Պատկերացրեք կոնսերվատիվ, օրինակ Տաշիրի կողքի գյուղերից մեկում պետքա թեմա մտցնել ու պետքա ինչ-որ պայի այնպես անել, որ օրինակ այդտեղի գյուղապետը լինի, սեռական կողմնորոշմամբ համասեռական։ Ամուսնու կամ կնոջը հավատարիմ լինելը 90%-ի մոտ շատ կարևոր է։ Մարդիկ վախում են։ Կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան Կարաս քո վրա էսի վերցնես ոչ։ Առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կանի։ Սեքսի նախարարություն։ Իշխանության զաղթման կոչի համար մեղադրվող Սամվել Կարապետյանի որդու Սարգիս Կարապետյանի նրա թիմակցի Լևոն Սարգիսովի մասնակցության ոդքասթը վերջին օրերի ամենակննարկվող ու քննադատվող տեսանյութերից է։ Երկրում իշխանություն ունենալու հայտ ներկայացրած ուժի ներկայացուցիչները ոչ միայն քննարկում, այլև բացահայտ ծաղրում են կանանց։ Ես գիտեմ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցն էլ չի լուծվում։ Ես գիտեմ, չգիտեմ, կարող է այլ տարբերակներ կան։ Ցավալի արձանագրել, որ ուղղակի մարդը ֆորսի միլիարդատերերի ցուցակում է, բայց ասենք այդ միլիարդներից որևէ կերպ չի ուղղել իր որդիների կրթությանը։ Հավաքվել էին տենց 3 բիսեդկայում հաճախ հավաքվող տղամարդիկ եւ իրենց խիստ կասկածելի ծագման մակարդակն ու ինտելեկտն են ցուցաբերում։ Մեզնից առնվազն մեկը։ Ես գիտեմ Լևոնի վրա։ Եվ դուք Ունի դեպրեսիայի մակարդակ։ Ինչն է ամոթ Հայաստանում, այս անվանման ոդքասթում կանանց սեքսուալ բավարարվածության հարցը քննարկվում է Հայաստանում կարծրատիպերի, ժողովրդագրական խնդիրների ու արդիական այլ հարցերի շարքում։ Հայտարարություն են, դա ոչ միայն հակաէթիկական զրույց էր, դա ոչ միայն հակագիտական զրույց էր, դա նաև հակաքաղաքական զրույց էր։ Ձեր տանը որքան ուզում եք սեքսիստական հիմար խոսակցությունները վարեք։ Ուժեղ Հայաստանի ուժը, այսպես ասած, դեռ չբացած, Կարապետյանները կանանց ու տղամարդկանց դարձրել են ստենդափի առարկա։ Նկատում են բանախոսները, հավելում, ակնհայտ է, որ նրանք կանանց չեն դիտարկում որպես հանրության լիարժեք անդամ, որպես որոշում կայացնող։ Մենք այս ֆենոմենին բախվել ենք անցած 30 տարիների ընթացքում մինչև հեղափոխությունը, երբ ուղղակի փողատեր մարդկանց թվում էր, թե հանրային միջավայրում ուղղակի կարելի է դուրս տալ ամեն ինչ, կարելի է խոսել ամեն ինչից եւ պատասխանատվություն չկրել։ Իրենց օբյեկտիվացումը եւ սեքսուալացումը կանանց որպես հանրության խավ շարունակելու է մնալ եւ դա շատ ավելի վտանգավոր է, քան կանանց անբավարարվածությունը։ Ոդքասթից միայն ժամեր անց Սարգիս Կարապետյանը փորձեց արդարանալ, հայտարարեց արված դատողությունները մակերեսային են, իր խոսքն էլ կոնտեքստից կտրել են։ Իր Instagram-ում հրապարակած տեսանյութով Կարապետյանն ասում էր, թե իրենց նպատակը առողջ հասարակությունն ու առողջ Հայաստանն են, բոլոր իմաստներով։ Երբևէ հոգեբանի դիմել եք դուք։ Այո։ Ես չէ։ Որտեղ Հայաստանում ապրել։ Այո։ Հրապարակած տեսանյութում իր արած հայտարարությունների համար, սակայն Կարապետյանը այդպես էլ ներողություն չի խնդրել։ Զրո ներողություն նախ, հետո զրո ընկալունակություն, որ ինքը ինչ-որ բան այն չի ասել։ Ես հետո գնացի դրանից առաջ եւ դրանից հետո զրույցներ լսեցի, նույնիսկ եթե կտրում ես կոնտեքստից, այդտեղ ոչ մի բնույթ ու երանգ զրույցի չի փոխվում։ Իրենք ավելի լրջացրեցին եւ ասեցին, ուղղակի մենք այնպիսի խորը խնդրեմ ենք քննարկել, որ դուք մակերեսային մարդիկը լսարանը չեք հասկանում մեր զրույցի ամբողջ խորությունը, սա ուղղակի արդեն ներեցեք, սա նույնիսկ անուն չունի տալ, էլի ասենք չի կարելի, այս հասարակությունը հազարամյակների պատմություն ունի, հիշողություն ունի, ասենք ցիրկը չի կարող անկալվի որպես լուրջ երևույթ։ Daily Mail, The Telegraph, Gem News եւ այլ միջազգային հեղինակավոր պարբերականների թիրախում հայտնվեց Սարգիս Կարապետյանի հայտարարությունը այդ վերնագրով։ Ուրախանում եմ, որ այսպիսի հավակնորդները պետքա այսպիսի խայտարակ անդրադարձի արժանանան։ Եվ միշտ ասում եմ, մեզ մի հատ adekvat լավ ընդդիմություն եւ հաշիվը խնդրում եմ։ Հայրդ ֆորսի ցուցակում առաջատար դիրքերում, ասենք, քո ընտանիքն ես նաև դարձնում համամոլորակային ծաղրի եւ քննարկման առարկա։ Սա
մի բանի վկայությունն է, եւ որ բոլորին եւ առաջին հերթին փողատեր մարդկանց թվում է թե քաղաքականությունը դա գիտելիքներ չպահանջող ինչ որ մասնագիտության տեսակ է։ Այս ամենից հետո բանախոսները Սարգիս Կարապետյանին ու նրանց ուժին մի առաջարկ ունեն։ Հավաքել, փաթեթավորել, դնել ճամպրուկը եւ գնալ հետ, որտեղից իրենք եկել են։ Ու մեզ ցուցումներ չտալ, թե մենք այստեղ ինչ խնդիրներ ունենք։ Ուղղակի այսքանը։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։ Շնորհակալություն։